Տիկին Կարապետյան, համեցեք։ Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը եւ ուժեղ Հայաստան դաշինքին է պատկանում իրավունք առաջադրելու թեկնածու, նրանք առաջադրել են Դավիթ Ղազինյանի թեկնածությունը, ինչ կապ ունի պարոն Ղազինյանը տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հետ, կարծում եմ քիչ, բայց եթե ընթերցենք այդ հանձնաժողովի ոլորտները, ապա այնտեղ ի շարս համայնքային ծառայության, տեղական հարկերի տուրքերի վճարների, պետական գույքի կառավարման, բնական պաշարների, տրանսպորտի կնկատենք բառը էներգետիկա։ Եվ այստեղ իհարկե մեր միտքը կգա այն, որ պարոն Ղազինյանը Հայաստանի էլեկտրական ցանցերի նախկին տնօրենն է եւ կառաջանա հետեւությունը, որ ամենայն հավանականությամբ ահա այս ոլորտի շրջանակներում որոշակի նպատակներ հետապնդելու համար է առաջադրվել նրա թեկնածությունը։ Սա դեռևս ամուր պնդում չէ եւ անհրաժեշտ են հավելյալ փաստարկներ հիմնավորելու այս պնդումը։ Եվ հավելյալ փաստարկներ մենք ստանում ենք հետ նայելով այն հարցուպատասխանին, որը ունեցանք այս դահլիճում։ Գործընկերները ձեզ մյուս ոլորտներից հարցեր տվեցին, պարոն Ղազինյան, եւ դուք մեղմ ասած ասեցիք, որ դեռևս պետք է հասկանանք այդ մյուս բոլոր հարցերին ինչպես պատասխանենք։ Սա արդեն իսկ բավականին նեղացնում է, թե ինչ հետաքրքրություններ դուք կարող եք ունենալ այս հանձնաժողովին, բայց երբ հարցերը սկսեցին առնչվել բուն էներգետիկային եւ հայկական էլեկտրական ցանցերին, այստեղ էլ չի կարող ծնվել այնպիսի մի համոզմունք, որ դա բացառապես ձեր գիտելիքը եւ փորձը իշահ հանրության ծառայեցնելու նպատակ է հետապնդում, ինչու՞, որովհետեւ երբ ձեզ հարցրեցին հեծի դիվիդենդների մասին, դուք պատասխանեցիք, որ դա գուցե առևտրային գաղտնիք է։ Պարոն Վարդևանյանը ձեզ գովում էր որպես իրավաբան։ Որպես իրավաբան պիտի իմանայիք, որ չի կարող դա լինել առևտրային գաղտնիք, դա հանրությանը պատկանող տեղեկատվություն է։ Այսինքն, խորանում է համոզմունքը, որ դուք այդ ոլորտը բացի ընտրելուց, նաև այդ ոլորտին ծառայեցնելու եք ոչ թե ձեր գիտելիքն ու փորձը իշահ հանրության, այլ իշահ ենթադրյալ կամ մտածածին իրականում առևտրային գաղտնիքի։ Եթե սրան ավելացնենք գործընկերոջս մյուս հարցը, թե արդյոք չեք տեսնում շահերի բախում, որ ընդդիմությանն է պատկանում Հրազդան ջեկը, Սևան Հրազդան հեկերի կասկադը, դուք կրկին ասում եք, որ ոչ, կարող եք նախագահել այդ հանձնաժողովը, զբաղվել դրա օրենսդրությամբ եւ ամենևին ձեր գործընկերների շահերը այդտեղ չպաշտպանել։ Բայց ինչի մասին է խոսում առհասարակ հեծի այս կառավարման մոդելը, որը մենք նախկինում տեսել ենք։ Եթե ամփոփենք ընդդիմության դիտարկումները այս առնչությամբ, նրանք շարունակում են պնդել, որ նրանք չեն ցանկացել զբաղվել հեծի տնօրինմամբ եւ կառավարմամբ։ Հայաստանը խնդրել է, որպեսզի նրանք զբաղվեն հեծի տնօրինմամբ եւ կառավարմամբ։ Սա իհարկե մեզ հիշեցնում է, թե ինչ այլ տնտեսական մոդել էին նրանք առաջարկում նախորդիվ քննարկումների ժամանակ, երբ ուժի ղեկավարը ասում էր, որ Հայաստանի ժողովուրդը պետք է երազի, որպեսզի նա մնա պայքարի մեջ, իսկ ուժի մյուս առաջնորդը այս դահլիճում պատմում էր, որ տնտեսական այն մոդելը, որը նրանք առաջարկում են, այն է, որ սեփականությունը լինի մասնավոր, այսինքն գործարանները պատկանեն գործարարներին, սակայն շուկան լինի մենաշնորհային։ Եվ եթե հետ նայենք, մենք կտեսնենք, որ հեծի հետ ճշգրիտ սա է տեղի ունեցել։ Գործընկերս ձեզ հարցնում է, թե ինչու եք հեծի համար ստեղծել այլ կազմակերպություններ, որոնք կմատակարարեին հեծին անհրաժեշտ ապրանքները։ Դուք սրան պատասխանում եք, որ կա որակ, տեսեք, ելով է ավելի լավ արտադրում մալուխ կամ մեկ այլ բան, բայց այստեղ չի ճշմարիտ պատասխանը։ Ճշմարիտ պատասխանը ձեր ներկայացրած մոդելի մեջ է, որ դուք հավատում եք, որ շուկան պետք է լինի մենաշնորհային։ Այսինքն պետք չի համեմատել որակները։ Ձեր հավատամքն է, որ գործարանը պետք է պատկանի գործարարին, այլ ոչ թե հանրությանը, որը իհարկե քննարկելու մոդել է։ Կարող են լինել սոցիալիստական մոդելներ, որտեղ գործարանները պատկանում են ժողովրդին եւ հանրությանը։ Իհարկե դա շատ դժգոհություններ կառաջացնի ընդհանուր մինչեւ սոցիալիստ դաշնակցականների մոտ, բայց դա մոդել է։ Ձեր պնդածը որն է, որ գործարանը պատկանում է գործարարին, բայց ամբողջ շուկան եւս պատկանում է այդ գործարարին։ Չտեսնված մոդել։ Ընդ որում, երբ ձեզ հարց են տալիս, ասում են այդ հավելագրումների հարցը ինչպես եք լուծել, դուք դա կրկին լուծել եք մեկ այլ կազմակերպություն ստեղծելով, այսինքն ոչ թե հեծի աշխատակիցների բարևարկության հետևից եք գնացել, որպեսզի հավելագրումներ չկատարեն, այլ դուք ստեղծել եք հաշվիչների գործարան, որը կլուծի
այդ խնդիրը արդեն դրսից, այսինքն հնարավոր չի կառավարել, որպեսզի աշխատակիցները հավելագրումներ չանեն, պետք է ստեղծել մեկ այլ գործարան կրկին մատակարարող, շատ լավ թվայնացում, բայց հեծի աշխատակիցների բարևարկության հարցը հնարավոր չէ լուծել առանց եւս մեկ եկամտի աղբյուր ստեղծելու։ Պարոն Կարապետյան, կարձագանքեք այս ամբիոնից։ Եվ նույնը դուք ուրեմն այնինչ պատրաստվում եք, այնինչ արել եք հեծի հետ, նույնը առաջարկում եք անել Հայաստանի ամբողջ տնտեսության հետ։ Այսինքն դուք պիտի երազեք, որ մենք ձեզ կառավարենք, եւ այդ կառավարման ընթացքում էլ պետք է ստեղծվի այդպիսի մենաշնորհային շուկա։ Մեկ այլ դրդապատճառ, որը կարող է լինել այս առաջադրման եւ առհասարակ ձեր քաղաքական նպատակների մեջ, բացահայտվեց ձեր կողմից։ Նախորդ օրը դուք մի ուշագրավ հայտարարություն արեցիք, հետևյալն էր, երբ հարց գնաց Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումների մասին, դուք ասեցիք, այնինչ պաշտոնապես ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը, դա ուղղակի քաղաքական պատրվակ է, իսկ հիմնական նպատակը քաղաքական է։ Ես ձեզ ունեմ հարցեր, նախ պետք է ասեք, թե այդ ինչ քաղաքական նպատակ է հետապնդում Ռուսաստանի Դաշնությունը, երբ կիրառում է տնտեսական սահմանափակումներ Հայաստանի նկատմամբ։ Դա անվանելուց հետո պետք է ասեք, թե արդյոք դուք այս հանձնաժողովի շրջանակներում ինչու ոչ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահությունը ստանալու պարագայում նպաստելու եք այդ քաղաքական նպատակի իրականացմանը, թե դիմադրելու եք։ Եվ վերջինը, ինչ տեղի կունենա ձեր կապիտալի հետ Ռուսաստանի Դաշնությունում, եթե դուք ընտրեք չնպաստել այդ քաղաքական նպատակի իրականացմանը։ Եվ եւս մի հպանցիկ այս թեմային առնչվող թեմայի կուզեի անդրադառնալ, երբ տնտեսական մոդելը ներկայացնում էր ընդդիմությունը, խոսեց նաև ընտանեկան արժեքների եւ պահպանողականության մասին։ Այստեղ իհարկե հասկանալի է դառնում, որ տնտեսությունն ու ընտանեկան պահպանողական արժեքները պիտի իրար հետ կապ ունենան, որովհետեւ եթե գործարանը չի պատկանում հանրությանը, պատկանում է մասնավոր գործարարին։ Իսկ հանրությունը որպես շուկա նույնպես ամբողջությամբ պատկանում է այդ գործարարին։ Ինչ պիտի տեղի ունենա բոլոր այն մարդկանց հետ, ովքեր երբևէ կցանկանան ընդվզել ահա այս մերօրյա ֆեոդալական օլիգարխիական համակարգի դեմ։ Անհրաժեշտ է մի ոլորտ, որի միջից այդպիսի ընդվզող քաղաքացիներին, քաղաքական գործիչներին ընդդիմությունը ասի, արդյոք նրանք հայ են, թե հայ չեն, հավատավոր են, թե հավատավոր չեն։ Եվ ահա այստեղ է, որ անհրաժեշտ է, որ հայ առաքելական եկեղեցու պատին փակցված լինի այն գործարարի պատկերը, որին պատկանում են գործարանները եւ որին պատկանում է շուկան։ Այստեղ իհարկե պիտի որ ձեզ մոտ վրթովմում, եթե դուք իսկապես պահպանողական ընտանեկան արժեքների ջատագովներ եք, ձեզ մոտ պիտի վրթովմունք առաջացներ ոչ թե այն, որ կաթողիկոսին դիմում են ավազանի անունով, այլ ձեզ մոտ պիտի վրթովմունք առաջացներ, որ դա չի համապատասխանում ընտանեկան արժեքների եւ պահպանողականության ձեր սկզբունքներին, որովհետեւ պարզվում է, որ այդ մարդը ունի զավակներ։ Պարզվում է կան այլ հոգեվորականներ, որոնք ունեն ընտանիքներ, չգիտեմ նույնիսկ կարելի է ասել արտամուսնական կապեր, որովհետև նրանք բոլորը պիտի լինեին կուսակրոն, բայց սա ձեզ մոտ վրթովմունք չի առաջացնում։ Դուք դա համարում եք նրանց ներքին հարցը։ Եվ հետևաբար սա շատ համահունչ է տնտեսության այդ նույն մոդելին, որը դուք առաջարկում եք, որը նույնպես լի է կեղծիքով, եւ եթե որևէ մեկը հարց ցանկանա բարձրացնել այդ տնտեսական մոդելի համար, ահա դուք ունեք այդ զենքը, որի միջից նրան կարող եք ասել դու հայ չես։ Այս դատավորը հայ էր, այս դատավորը հայ չէր։ Ես առաջարկում եմ մի հատ թեստ անենք եւ ես կարդամ արտահայտություններ, որոնք Հայաստանի հոգեվորականներն են արտաբերել, դուք գուշակեք, թե ով է այդ արտահայտությունը արել։ Խորհրդարանական ընտրությունների օրը չպետք է ընտրել Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը։ Ինչ է կարծում, սա ձեր ուժի ներկայացուցիչ է արել, մեկ այլ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է արել, թե Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հոգեվորականը։ Ճիշտ է, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հոգեվորականը, դուք կարող եք ասել դա նրա քաղաքացիական դիրքորոշումն էր, բայց չէ որ Բալթյան երկրների թեմի առաջնորդը եւս գուցե քաղաքացիական դիրքորոշում էր արտահայտել, երբ ողջունել էր Հայաստանի Հանրապետության վարչապետին, նրա խաղաղության օրակարգը եւ եվրոինտեգրման ուղղությամբ արվող քայլերը։ Չէ որ այդ հանձնաժողովն եք հավակնելու վերցնել։ Այնինչ Մայրաթորը հայտարարություն տարածեց, որ դա չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումներին։ Սա ձեզ սեղանին խփելու ցանկություն չի առաջացնում ձեզ մոտ։ Մեկ այլ արտահայտություն։
Փաշինյանին ուղղակի օդի պես անհրաժեշտ են մեղավորներ ապրելու իմաստը չկորցնելու եւ ինքնասպանությունից խույս տալու համար։ Դուք այս արտահայտության մեջ ճանաչում եք մեր կրոնը, քրիստոնեությունը, ճանաչում եք եւ դա ձեզ դուր է գալիս։ Ավարտեք։ Շնորհակալ եմ։